168-ի հարգելի հետևողներ, մեր զրուցակիցը Իվետա Տոնոյանն է, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը։ Տիկին Տոնոյան, ես վերջին օրերին քննարկվող մի ոչ էական ամեն դեպքում թեմայից խոսեմ։ Տեսեք, երբ Ծառուկյանը հայտնվեց կալանքում, հայտնվեցին մարդիկ, որոնք սկսեցին ինչ-որ բաներ, պատմություններ պատմել Ծառուկյանի մասին, մի քանդակագործ կա Վիգեն Ավետիս անունով Թերևս Չավետիս։ Եվ նա պատմում էր, որ քանդակագործներից մեկին լսել է պատմություն, որ Ծառուկյանը գցել է առյուծների վանդակը։ Այս դեպքերով հայցեր լինելու են։ Բնականաբար մենք էլ մամուլից տեղեկացել ենք այդ հայտարարության մասին, նախ առաջին հերթին ասեմ, որ սա բացարձակ զրպարտություն է եւ չի կարելի այսպես սուրճի բաժակ նայողի մակարդակով խոսակցություններ անել։ Մենք բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ իշխանությունների ենթակայության տակ գործող լրատվամիջոցները մաքսիմալ այս օրերին գեներացնում են այդ թեզը, փորձելով պարոն Ծառուկյանի անվան հեղինակության հետ կապված նմանատիպ հրապարակումներով հանդես գալ, չգիտեմ որտեղից պեղում են ինչ-որ բանախոսների, որոնցից կյանքի գնով լինի, փորձում են ստանալ գեթ մեկ նախադասություն, որը վերաբերում է Գագիկ Ծառուկյանին եւ նրա հեղինակությանը, եւ հատկապես հենց այդ վերնագիրը դրվում է, հենց այդ նախադասությունը դրվում է 40 րոպեանոց հաղորդման վերնագիր, այն դեպքում, որ մնացած 38 րոպեն ընդհանրապես առնչություն չի ունենում Գագիկ Ծառուկյանի կամ նրա գործունեության հետ։ Մենք բոլորս այս տեխնոլոգիաների մասին շատ լավ գիտենք, վստահ եմ նաեւ լրատվական դաշտն այդ ամեն ինչին տիրապետում, իսկ ինչ վերաբերում է Վիգեն Ավետիսի այսպես մտածածին, հորինված, իր վառ ու բորբոքված երևակայության արդյունք հանդիսացող հայտարարություններին, կրկնում եմ, նախ առաջին հերթին դրանք որևէ աղերս չունեն իրականության հետ, մեկ, երկրորդ մեր փաստաբանական թիմը այո, զրպարտության, անհիմն այսպես զրպարտության մեղադրանքով հայցով դիմելու է դատարան, մենք նրան պատասխանատվության ենք ենթարկելու այդ հայտարարությունների համար, իսկ ինչպես գիտեք, նույն Վիգեն Ավետիսը ընդամենը 3 տարի առաջ, այսպես մեծ ջերմեռանդությամբ Գագիկ Ծառուկյանի հանդեպ ունեցած մեծ ակնածանքով մասնակցում էր Հիսուս Քրիստոսի արձանի մրցույթին, ներկայացրել են նախագիծ, տեսակապով, ես չեմ կարող ասել, թե ինչից է գոհ կամ դժգոհ մնացել, բայց եթե օրինակի համար ինքը խոսում է ինչ-որ հորինված քանդակագործի մասին, վստահաբար նախ ասենք նրանից, որ բնականաբար նման նախադեպ չի եղել, եւ դա ընդհանրապես նրա, այսպես եմ ասում, վառ եւ բորբոքված երևակայության արդյունք է, ոչ ավելին։ Ներեցեք, բայց նման հիվանդագին երևակայություն ունեցող մարդկանց եթեր տրամադրել, խոսքի իրավունք տրամադրել, սա եւս խոսում է կոնկրետ իշխանությունների մեջ եղած ոչ առողջ տրամաբանության եւ մթնոլորտի մասին։ Տիկին Տոնոյան երենք առինջ մոլում ստուգումներ էին, ինչ իրավիճակ է, արդյոք կապարակումվել է թե որոշ առևտրի կոնկրետ կետեր։ Նախորդին քննչական գործողություններ են կատարվել առինջ մոլ առևտրի կենտրոնում, կապարակնքվել են 10-ից 15 տաղավարներ, որոնք ըստ քննչականի ներկայացրած պարզաբանման, այսինքն տեղում այսպես տված տեղեկատվության, եղել են բարձր լարում ունեցող հոսանքալարերի ներքո են գործել, այդ իսկ պատճառով դադարեցվել է այդ տաղավարների գործունեությունը, բայց գլոբալ առումով առինջ մոլի գործունեությունը կասեցված չէ, որտեղ այնտեղ հարյուրավոր տաղավարներ են գործում եւ գործունեությունը այս պահին բնականon շարունակվում է։ Իսկ բոլոր օբյեկտներում, որտեղ որ աշխատանքները դադարեցվել են, բացի այդ իրավական տեսանկյունից ինչ քայլեր է դուք կոնկրետ գնալու, նաեւ աշխատավարձերի հետ կապված նաեւ մտահոգություն կա, նաեւ հանրությանն է հետաքրքրում, ինչ վիճակ է, մարդիկ կարողանալու են աշխատավարձ ստանալ, ինչ Տեսեք, ես մուլտիգրուպ կոնցեռնի անունից բնականաբար կոմպետենտ չեմ պատասխանելու, բայց այստեղ տրամաբանական հարց կա, որ եթե ամսի 7-ից բոլոր ձեռնարկությունները գրեթե մուլտիգրուպ կոնցեռնի կազմում գործող հարկադիր պարապուրդի են մատնված, այսինքն չեն աշխատում բոլոր այդ ձեռնարկությունները։ Դա Երևանի Արադ կոնյակի գինուղու կոմբինատն է, մուլտիվելնեսն է, մուլտիգրանտ հյուրանոցն է, Օլիմպավանն է, Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներն են եւ ռեստորանն է, գրեթե բոլոր օբյեկտները կապարակնքված են եւ աշխատակիցները հարկադիր պարապուրդի են մատնված, այդ մասով կոմպետենտ չեմ պատասխանելու, քանի որ չի գործում, իսկ ընթացի գործողությունների մասին Նոյ կոնյակի գործարանում արդեն 4 օր է գույքագրում է իրականացվում,
եւ դեռևս ճակատագիրը հայտնի չէ գործարարի, թե ինչ է լինելու գույքագրման ավարտից հետո։ Արարած ցեմենտը աշխատում, այո, ես հիշում եմ, որ երբ որ կապարակ ընկել էին, տնօրենն ասում էր բառարաններն են գուցե փչացել, ինչ որ խնդիր գույքային վնաս եղավ, կինտորնոյան փչացել են ինչ որ սարքավորումներ։ Տեսեք, մենք հենց նույն օրն ենք բարձրաձայնել անվտանգային խնդիրների մասին, որովհետեւ այո, այնտեղ լուրջ խնդիրներ կարող էին պայթյունավտանգության աստիճանի լուրջ խնդիրներ կարող էին առաջանալ, անկեղծորեն առիթ չի եղել տնօրենի հետ այդ մասին խոսելու, բայց ըստ այդ փուլում իմ ձեռքի տակ եղած տեղեկատվության այդ գործընթացը չէր կարող պարզապես վնաս չհասցնել եւ խոսքը միլիոնավոր դոլարների վնասի մասին է, որովհետեւ այդ նյութը մնացել է վառարանների մեջ եւ դա քարանում է եւ հետո գործնականում ինձ հավատացրել են մասնագետները, որ այդ վառարանները գործարկել, կոնկրետ այն վառարանները, որտեղ որ մնացել է այդ գույքը, հնարավոր չի լինելու։ Անկեղծորեն դրանից հետո առիթ չի եղել խոսելու պատասխանատուների հետ։ Ներողություն կրկին Արարատ ցեմենտի հետ կապված այսքան բիզնեսներից է, ինչու են Արարատ ցեմենտը գործարկվեց, վերագործարկվեց, հասկացել եք իշխանությունը, որ երկրի այսպես շինարարական բումը կանգնելու է, չէ լինելու քաղաքական պատճառով։ Կարծում եմ, որ այո, հասկացել են, որովհետև իրականում շինարարական կոլապս էր ստեղծվելու երկրում, եթե Արարատ ցեմենտը շարունակեր եւս մի քանի օր չաշխատել եւ կարող եմ վստահաբար ասել, որ նաեւ Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի չվերագործարկման պայմաններում առաջանալու են լրջագույն խնդիրներ, խոսքը մասնավորապես վերաբերում է խաղողի մթերման գործընթացին։ Մենք գիտենք, որ հազարավոր խաղողագործներ կան, որոնցից յուրաքանչյուր տարի պայմանագրի համաձայն Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատը խաղող է մթերում, խոսքը մի քանի հազար խաղողագործների մասին է, Արմավիրի եւ Արարատի մարզում գործող, այսինքն այս մասով եւս լրջագույն խնդիրներ կարող են առաջանալ, եթե կոնյակի գործարանը չվերագործարկվի։ Գագիկ Ծառուկյանը պարբերաբար քաղաքացիների տարբեր խմբերի հետ բարձրանում էր այն հատված, որտեղ Հիսուս Քրիստոսի արձանն է կառուցվելու։ Այս պայն դուք ունեք տեղեկատվություն, աշխատանքներ այնտեղ շարունակվում են, տարվում են, թե այդտեղ եւս խնդիրներ են առաջացնելու, ուսումնասիրություններ եղել են արդյոք այս ընթացքում, թե ոչ։ Աշխատանքները, շինարարական աշխատանքները շարունակվում են, ավելին ասեմ, նաեւ կամավորների այցերն են շարունակվում այս օրերին, մարդիկ, հարյուրավոր մարդիկ գալիս են, իրենց մասնակցությունն են ունենում, հավաստագիր են ստանում իրենց մասնակցության հետ կապված եւ այս օրերին կարող եմ ասել, որ մեր կամավորների հոսքը բազմապատիկ անգամ ավելացել է, որովհետեւ մարդիկ այս ամեն ինչի մեջ ներքին համերաշխության, ազգային համերաշխության այսպես խորհուրդ են տեսնում այս գործընթացի մեջ։ Շինարարությունը ճիշտ է այս պահին շարունակվում է, սակայն առաջիկայում օբյեկտիվ խնդիրներ կարող են առաջանալ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման մասով, որովհետեւ արձանի երեսպատման սալիկները մատակարարում էր Multistone ընկերությունը, որը ինչպես գիտեք, եւս արդեն 10 օրից ավել կապարակնքված է եւ չի գործում։ Տիկին Տոնոյան, մեկ հարցադրում ճշգրտում, քաղաքական թիմում Ծառուկյանը ինչպես են պատկերացնում այս իրավիճակի հանգուցալուծումը, հաշվի առնելով, որ Փաշինյանը վերջին ճեպազրույցներից մեկում էլ նշեց, որ անզիջում է այս հարցում լինելու եւ ավելին չժխտեց իր հրահանգների մասին։ Գագիկ Ծառուկյանի քաղաքական թիմը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, նաև պարոն Ծառուկյանից ստացած հստակ այսպես հանձնարարություն, ցուցում, առաջադրանքի համաձայն շարունակում է իր բնականon գործունեությունը, թիմը կուր է, թիմը ամուր է, բնականաբար առաջին ժամերին, առաջին վայրկյաններին, ինչպես եւ կարծում եմ շատ մարդկային եւ տրամաբանական է, այո, որոշակի առումով թիմը նաեւ պարալիզացվել էր, որովհետեւ երբ որ մի քանի ժամում ընդամենը այսպես բացարձակ հիմնազուրկ մեղադրանքով կալանավորվում է կուսակցության նախագահը, կալանավորվում է թիմի առաջնորդը, պարալիզացվում են Multigroup կոնցեռնի կազմում գտնվող տասնյակ ընկերությունների այսպես գործունեությունը, հազարավոր մարդիկ մի վայրկյանում մնում են գործազուրկ, բնական է, որ այս ամեն ինչը կարող է այսպես որոշակի առումով սասանել, մարդկային առումով եմ ասում, այսպես ինքնակազմակերպվելու, ինքնադրսևորվելու մասով, բայց Փառք Աստծո եւ բարեբախտաբար մեր թիմում, մեր թիմի շարքերում, մեր անդամների կողմից յուրաքանչյուր վայրկյան մենք լսում ենք, տեսնում ենք այդ պատրաստակամությունը միասնական թիմային պայքարելու եւ արդարության հասնելու, իսկ այս դեպքում հանգուցալուծումը Գագիկ Ծառուկյանի ազատության մեջ գտնվելն է եւ ես մեծ հույս ունեմ, որ առաջիկայում այս հարցը կկարգավորվի, պարոն Ծառուկյանը կլինի ազատության մեջ, որովհետեւ որևէ իրավական հիմք չկա Գագիկ Ծառուկյանին անազատության մեջ պահելու
պահելու, բացարձակ այսպես հիմնազուրկ եւ դատարկ քրեական գործ է այն ինչ որ այն մեղադրանքը, որը ներկայացված է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ եւ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ մեր թիմը կշարունակի իր գործունեությունը, իսկ ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչող կամ թիմի հասցեին հնչող տարատեսակ այսպես մեղադրանքներին, ես կարծում եմ, որ ցավոք սրտի մենք նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրերից սկսած ականատես ենք եղել այդ խոսույթին, ականատես ենք եղել այդ լեքսիկոնին, երբևէ Գագիկ Ծառուկյանը այսպես չի գցել իր կլասը, միշտ մշտապես պատասխանել է համենայն դեպս կոռեկտության շրջանակներում եւ այսօր ունենք այն, ինչ որ ունենք ցավոք սրտի։ Հնարավոր է քաղաքական պրոցեսներից չի զոլացվի Ծառուկյանը անգամ օրինակ տնային կալանքի պայմաններում հնարավոր քաղաքական պրոցեսներից։ Գագիկ Ծառուկյանը Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահն է, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը շուրջ 20 տարի ակտիվ դերակատարում է ունեցել բոլոր քաղաքական գործընթացներում, մինչև նախորդ խորհրդարանական ընտրությունները 21 թվականի խորհրդարանում ներկայացված երկրորդ ուժն է եղել մշտապես եւ անկախ այն հանգամանքից, որ այս պահին Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացված չէ խորհրդարանում, բնականաբար մենք մեր գործունեությունը, մեր դերակատարումը շարունակելու ենք քաղաքական կյանքում, որովհետև բոլորի համար էլ հասկանալի է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից պարզապես գողացել են իրենց քվեները եւ իրենց մանդատները։ Դա պարզ եւ պարզագույն մանդատագողություն է եղել, որովհետեւ եթե հունիսի 7-ի գիշերը քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեխնիկական անձնակազմը բարեհաճեր ճիշտ մուտքագրել ձայները, ապա Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտնվելու էր խորհրդարանում իր 5 մանդատներով, բայց քանզի բացարձակ փնթիության, ապաշնորհության պայմաններում է այդ գործընթացը տեղի ունեցել, բնականաբար հետո կհնգտավ այդ լուծումը վստահ եմ հստակ ցուցումով, որ երկու տեղամասերում ընտրությունները անվավեր, արդյունքները անվավեր ճանաչելով զրկեց Բարգավաճ Հայաստան կուսակցությանը խորհրդարանում հայտնվելու հնարավորությունից։ Մենք բոլորս հասկանում ենք, որ ԲՀԿ-ի խորհրդարանում չհայտնվելը միանգամայն փոխում է խորհրդարանի պատկերը եւ այս պատկերը շարունակվելու է առաջիկա տարիների ընթացքում, բայց դա չի նշանակում, որ խորհրդարանում չլինելը ստիպելու է մեզ չզբաղվել քաղաքականությամբ։ Կամ գնալ պոլիսային պայմանավորվածության։ Բնականաբար, այո։ Լայնամասշտաբ կլինեն։ Բնականաբար տեսել եմ, մեզ համար զարմանալի չի այդ հայտարարությունը, գործընթացները հենց դրան էլ տանում էին, բայց մենք ապրում ենք այսպես ժողովրդավարության բաստեոն հռչակված, երկրում կան իրավական գործընթացներ, մեկ վայրկյանում կամ մուրճի մեկ հարվածով, այսպես հնարավոր չի գործընթացները կյանքի կոչել իրականացնել, փաստաբանների խումբը աշխատում է, ես պարզապես ուզում եմ հիշեցնել նույն հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, երբ որ տարբեր ձեռնարկությունների աշխատակիցների ինքը կոչ էր անում ակտիվորեն մասնակցել ցույցերին, միտինգներին, հեղափոխությանը եւ այլն, եւ հիմա առավել քան տարօրինակ է իշխանությունների ворթեգրած այս քաղաքականությունը, երբ հնարավոր եւ անհնարին բոլոր առիթներով կոնկրետ սպառնում են Multigroup կոնցեռնի կազմում գործող ընկերությունների աշխատակիցներին բարձրաձայնել իրենց բողոքի ձայնը, իրենց աշխատանքը պահպանելու կամ տիրող անարդարությունների կամ տեղի ունեցող անարդար գործընթացների հետ կապված։ Կարծում եմ, այստեղ արդեն պատկերը առավել քան ակնհայտ է, որ ժողովրդավարությունը ընդամենը միֆ է գործող իշխանությունների համար։ Գործընթացը ընթացքի մեջ է, կարծում եմ փաստաբանները ավելի լավ իրավական մանրամասները ձեզ կասեն, այդ մասով չեմ տիրապետում, ցավոք։ Ջոց իրարվել դատարանը վճիռ է կայացրել, վճիռ այսքան շուտ եղավ։ Ամենայն դեպս մեր փաստաբանները որևէ վճիռ չեն ստացել, դա դեռևս նախորդային տեղեկատվության համաձայն, այնպես որ կարծում եմ, որ իշխանության այսպես մտքի գիգանտները ավելի լավ կարող են այս հարցին արձագանքել։ Ես էլ եմ շնորհակալ։